Հայաստանում ինժեներական ոլորտի ամենամեծ իրադարձությունը ճարտարագիտական շաբաթ 2025-ը 3 օր շարունակ համախմբել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 1500 փորձագետի, երիտասարդ ինժեների և ուսանողի։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում քննարկում են ոլորտի մարտահրավերները, ներկայացնում հաջողված փորձը, խթանելու տեղական ինժեներական ներուժը։ Առաջինը ոգևորել երիտասարդներին, երկրորդը ցույց տալ վերազգային եւ նաեւ մեծ կազմակերպություններին, որ կարող ենք լինել Վանաձորում կամ Գյումրիում կամ մի այլ տեղ, աշխատել երիտասարդների հետ եւ նույն կերպ մեր բիզնեսը կամ մեր լուծումները կամ մեր գիտությունը զարգացնենք, ինչպես զարգացած երկրներում։ Արդեն 9-րդ անգամ անցկացվող ճարտարագիտական շաբաթին Էմման ներկայացնում է իր նորարարությունը՝ ռադիոհաճախային ոսպնյակները։ Ամբողջությամբ իրենք պլաստիկից են ու նախատեսված են ռադիոհաճախային ազդանշանները ուժեղացնելու համար, որը կարող է կիրառվել շատ տարբեր սարքավորումների համար։ Չնայած նրան, որ մենք ունենք հրատարակված երկու հոդված երկու ոսպնյակների վերաբերյալ, կարծում եմ շատ լավ հնարավորություններ ներկայացնել նաև այստեղ, որովհետև այդ հոդվածները նույնիսկ չի, որ բոլորը կարդում են, իսկ այստեղ ինժեներական համայնքը ամբողջը իմացավ, որ այսպիսի բաներ կան ու այսպիսի բաներ արվում են Հայաստանում նաև։ Միջոցառման օրակարգում նաև երիտասարդներին հուզող հարցերն են՝ կրթություն, կարիերա, միջազգային գործակցություն։ Զարուհին իր մասնագիտական ուղու մասին է պատմում, կրթության ոլորտում տեխնոբովանդակություն է մշակում։ Փորձելու եմ ուսանողներին եւ մնացածին ցույց տալ, թե ինչքան բազմազան է, որքան բազմազան է մեր տեխնո աշխարհը եւ ինչքան տարբեր կարող են լինել մեր գույները այս ճարտարագիտական ոլորտում։ Այս հարթակը նպաստում է, որպեսզի երիտասարդները կարողանան գտնել իրենց տեղը տեխնոլոգիական աշխարհում, հասկանալ ինժեներական կրթության կարևորությունը, ունենալ գործնական հանդիպումներ, լսել տարբեր հետաքրքիր ելույթներ, որպեսզի կարողանան ավելի հստակ քայլերով գնալ դեպի իրենց ապագան։ Ճարտարագիտական շաբաթը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի կարևոր դերը որպես տարածաշրջանի ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն, խթանելով գիտություն, կրթություն, բիզնես, գործակցությունը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։